Թուրքիայում հիմա մենք վերապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը, թույլ չենք տա ֆաշիստներին կրկին կործանել մեր երկիրն ու մեր երիտասարդությանը, Թվիթերում գրել է տասնամյակների ընթացքում Թուրքիայի խորհրդարան անցած եզակի հայ ազգի պատգամավորներից մեկը՝ Գարո Փայլյանը։ Անցած շաբաթավերջից Փայլյանի կուսակիցները քրդերի եւ Թուրքիայի մյուս փոքրամասնությունների համար պայքարող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներն ու պատգամավորները ճաղերի ետևում են։ Նրանց մեղադրանք է առաջադրված ահաբեկչությանը նպաստելու, քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու համար։ Սա ժողովրդավարության վերջն է Թուրքիայում, երեկ հայտարարեց խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժը սառեցնելով մասնակցությունը օրենսդիր աշխատանքներին։ Սա Թուրքիայի ժողովրդավարության պատմության մեջ արձանագրված ամենակոշտ եւ մռայլ հարձակումն է, պնդեց կուսակցության խոսնակ Այհան Բիլգելը ընդգծելով. կուսակցությունը կարող է առավել կոշտ միջոցների դիմել։ Մենք մտադիր ենք շրջել երկրով մեկ, կգնանք տնետուն, կլսենք մեր հետևորդների առաջարկը եւ կորոշենք ինչ անել։ Ընդդիմադիր կուսակցության բոյկոտը էլ ավելի է սրել Անկարայի հարաբերությունները Արևմուտքի հետ։ Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ։ Գերմանիան եւ Դանիան արտգործնախարարություն են հրավիրել թուրք դիվանագետներին։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հայտարարել է, այս քայլերը հարցականի տակ են դնում Եվրամիության եւ Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների հեռանկարը։ Ի պատասխան Թուրքիայի նախագահը երեկ հայտարարեց, Արևմուտքի քննադատությունն իրեն ամենևին չի մտահոգում։ Մենք լավ գիտենք ովքեր են նրանք, լավ ենք սերտել նրանց պատմությունը։ Ես նրանց հետ մոտիկից շփվել եմ 14 տարի որպես վարչապետ ու նախագահ եւ հիմա նրանք բաց գիրք են ինձ համար։ Եվ ամենևին ինձ չի հետաքրքրում բռնապետ են ինձ ասում, թե ինչ, այդ ամենը իմ մի ականջից մտնում է, մյուսով դուրս գալիս։ Onlar bana diktatör demiş, bilmem şunu demiş, bunu demiş filan, hiç umurumda değil. Ավելին Էրդողանը հրապարակավ մեղադրեց Եվրոպայի ահաբեկչությանը սատարելու մեջ։ Նրանք զինում են քրդական աշխատավորական կուսակցությանը, հայտարարեց Թուրքիայի նախագահը, սպառնալով դադարեցնել Արևմուտքի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Yarın ülkemde yakalanmış bunların aradığı bir terörist olursa Վաղը, եթե նրանք խնդրեն արտահանձնել մի ահաբեկչի, որը ձերբակալվել է իմ երկրի տարածքում, ինչ պատասխան են ակնկալում։ Արևմուտքը պետք է մտածի այս մասին։ Ինչպես ասում են, ինչ ցանես, այն էլ կհնձես։ Այսպես եք մեզ վերաբերում, մենք էլ նույն կերպ ձեզ կպատասխանենք։ Men dakika dukka diye. Ha, siz mi böyle yapıyorsunuz? Buyurun. Aynıyla biz de size cevap veriyoruz. Իդեպ երեք ողջ օրվա ընթացքում լուրեր էին պտտվում, թե Էրդողանի վարչակազմը ընդդիմության դեմ սկսած արշավի շրջանակներում արգելափակել է նաև ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Պատգամավորը երեկ ելույթ պիտի ունենար Մարսելում, սակայն վերջին պահին հետաձգել էր հանդիպումը։ Օրվա վերջին սակայն Փայլյանը համացանցում տեղեկացրեց, թե երկրից չբացակայելու որոշումը կայացրել է ինքը, քանի որ հիմա ներսում իր կարիքը ավելի կա։ Հուլիսյան հեղափոխության փորձից հետո Էրդողանի վարչակազմը ազատ է զրկել կամ պաշտոնանկ է արել ավելի քան 110,000 ընդդիմադիրների, հիմնականում զինվորականներ, ուսուցիչներ, դատավորներ ու լրագրողներ։